Այո։ Ուրեմն տասախոսության ավարտին գրնակ ձեր հարցումները գնել դերոր եւ անգևես աղոթքով պիտի փակենք պաշտոնական մասը։ Մենք միշտ անպաշտոն մաս մնալնենք սիրելի դերայր, երբ որ պաշտոնականը գավարդենք գրնանք իրար հետ խոսիլ, հալքև հարցնել եւ այլն։ Դերհայրը ծնած է 15 հունիս 1983-ին Արդաշադի մեջ։ Արդաշադը գիտեք Արարատի ճիշտ դիմացն է, ուրեմն դերայրը իր մանկությունը ամբողջ Արարատը դիտելով անցած է եւ Երանի գուտան գիրեն հաշուշտ 2000 թվականին մինչև 2006 թվական ուսանած է Գևորգյան աստվածապանական ջամարային մեջ Սուրբ Էջմիածին ձեռնադրված է ամուսնացյալ քահանա 21 սեպտեմբեր 2014-ին ծերամբ գերաշնոր դեր Հայգազուն arczepiskopos Նաջարյանի մեր նախորդ առաջնորդ Հորգոմե 2015-ին մինչև այսօր գծարայ է Մելբուրնի հայոց ծուխին որպես հոգևոր հովիվ Սուրբ Աստվածածին եկեղեցու ամուսնացած է եւ հայր է 3 զավակներով դերայր հարթակը ցեզի ռամեցեք Այո, շնորհակալ եմ, սիրելի նշան, կուզեմ նախ մեր բանախոսության անցնելը շնորհակալություն հայտնել այս առիթին համար Սրբազան հոր օրհնությամբ, մեր թեմիս առաջնորդ Վարդան Սրբազանի օրհնությամբ Երնի ժամանակ արդեն մեր սիրելի բարեշնոր նշան Սարգսակի ջանքերով այս ծրագիրը կշարունակվի եւ շատ լավ առիթ է այս նոր ժամանակի շունչով փորձելու օգտակար լինել մեր ժողովրդին, լուսաբանելու, սովորեցնելու ատարակելության մեջ։ Վարսներ այդ կատար, շնորհակալություն կրկին, որ հիմա միացած եք ինձ կլսեք։ Ուրեմն այսօր պիտի խոսենք վանական շարժումը հայ իրականությունից ներս, հայ իրականության մեջ։ Նախ այս թեման ինձի համար շատ հետաքրքրական է եւ շատ հարազատ թեմա է ինձի համար։ Արդեն նշան Սարգսակի որ կխոսենք, մի քանի տարբերակներ կմտածենք, բայց արդեն այսօր վրա կանգնեցինք եւ ինձ համար էլ հարազատ է։ Ինչու հարազատ, որովհետեւ մի հատված ունեմ իմ ծառայության մեջ, մի շրջան, երբ որ ճեմարանը ավարտեցի 2007-2010 թվականներին ծառայության կոչվեցա Տաթևի վանք Հայ Միքայելի հետ եւ բախ ունեցա, առիթ ունեցա ծառայելու երիտասարդ հոգեվորականներ եւ Սարգսակի այն ժամանակ եւ արդեն վանքի մթնոլորտ եղած եք Տաթևի վանք արդեն ինքը ազդու շատ ազդու մթնոլորտ ունի եւ մենք էլ կարծես կփորձենք այդ վանական կյանքով ապրել, ինչքան որ ստացվեց, բայց նույն ժամանակ էլ կարա հետաքրքրությունը այն ժամանակ, ուրեմն վանական կարգ ու սարքի եւ մեր հայ իրականության մեջ վանականությունը ինչպես եղած է։ Եվ այսօր կրկին առիթ ունեցա ասնիքի շուրջ նորեն խորելու անշուշտ այս նյութը պիտի ասեմ ինքը բավական խորունկ է եւ բազմակողմանի ասպես վերլուծություններ չէ եղած պիտի ասեմ մեր ուսումնասիրությունների մեջ մեր չգիտեմ աս ներկա ժամանակվա գիտական բաներու մեջ չկա ասպես խորունկ ուսումնասիրություն վանական շարժումի մասին կան առանցին տեղեկություններ ես հիմնականում օգտված եմ ուրեմն հայտնի ձեզ ամենքից հայտնի Շնորհք Պատրիարք Հալեստանյանի եռահատոր վարք սրբոցից, որի մեջ ուրեմն Պատրիարք հայրը, ասենք ամփոփ կերպով կներկայացնի վանական շարժումը հայրականության մեջ, եւ նաեւ ընդհանրական եկեղեցի մեջ վանական շարժումը։ Ուրեմն այսօր ասպես կետերով ձեզի ներկայացնեմ, թե որ հարցերի շուրջ պիտի խոսենք, ուրեմն վանականության ուրեմն սկզբունքների մասին, թե ինչ սկզբունքներով է ուրեմն վանականությունը ձևավորվել եւ որոնք են այդ սկզբունքները վանականության։ Պիտի փորձենք տեսնել Սուրբ Գրքի մեջ
ինչպիսի օրինակներ կան, որոնք ուրեմն այդ գաղափարին կամ այդ սկզբունքներին ուրեմն միս եւ այլն կտան։ Եվ անշուշտ նաև կփորձենք վանական շարժումը ներկայացնել ընդհանուր քրիստոնեական ծիրից ներս, այդ շարժումը եւ նաև բնականաբար հայ եկեղեցին լինելով այդ մեծ ընտանիքի անբաժան կարևոր մասը, թե ինչպես է ուրեմն հայ իրականության մեջ այդ շարժումը անցել, վանական շարժումը եւ ինչպիսի ընթացք է ունեցել մինչեւ այսօր։ Եվ արդեն մեր բանախոսության վերջում վստահաբար կփորձեմ ձեր հարցերին պատասխանել։ Նախ վանականության սկզբունքի մասին։ Եթե ասպես վստահաբար գիտեք վանականություն, ճգնավորություն կամ ճգնավոր, կուսակրուն հոգևորական տարբեր անվանումներ կան, կրոնական, կղերական, բայց իր հիմնական ասպես երկու թևերը ուրեմն որ ասպես ընդգծում տարածում ունեցած են քրիստոնեական եւ հայ իրականության մեջ ճգնավորություն եւ վանականություն, այսինքն ճգնավորությունը անհատի իսկ վանականությունը խմբային, այսինքն կհավաքվեն 4-5, երբեմն 100-200 հոգի այդ գաղափարին շուրջ։ Եվ որն էր գաղափարը, ուրեմն վանականը կամ ճգնավորը այն անձն է, որ կթողնի աշխարհը, աշխարհային պարտականությունները, կթողնի ամուսնական կյանքը եւ կհեռանա աշխարհից եւ ուրեմն կփորձի հոգեվորի մեջ զորանալ, մարմինը տկարացնել, հոգեվորի մեջ զորանալ եւ հասնել կատարելության, ինչպես ավետանի մեջ Քրիստոս է ասում, եղեք կատարյալ, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Եվ ուրեմն այդ ձգտումի ճիքի, հա ճգնավոր կսենք, այդ չարչարանքի եւ մենության աղոթների, զրկանքների, պահայցողության վերջնարդյունքի պտուղը կդառնա սերը, խաղաղությունը, հոգու խաղաղությունը, ներքին խաղաղությունը եւ աղոթքի միջոցով Աստծուն գտնել։ Այսինքն, այսպես կարճ ասած, ասի մեկ նախադասությունը, վանականը այն անձն է, որ կթողնի աշխարհը եւ ուրեմն կվերցնի իր խաչը եւ կերթա Քրիստոսի ետևից գտնելու ուրեմն Աստծուն իր կյանքից ներս։ Ուրեմն նայում ենք հետաքրքրական է, որ վանականության մասին խոսելով, երբ որ նայում ենք Սուրբ գրքի մեջ, Ծննդոց գրքի մեջ, ինչ կտեսնենք, ուրեմն երբ որ Աստված Ադամին ստեղծեց իր պատկերով եւ նմանողությամբ, հետաքրքրական է այս հատվածը, վստահ եմ գիտեք այդ մասը, կնոջը հետո ստեղծեց Աստված։ Ուրեմն Աստված որ արարչի ստեղծեց բնությունը, արու երեք ստեղծեց կենթանական աշխարհը, մարդուն մենակ ստեղծեց, այսինքն միայնակ ստեղծեց մարդուն, բայց մարդը ուներ դրախտի մեջ անսահման իշխանություն եւ ամենամեծ առիթ ուներ մարդը Աստծուն հանդիպելու եւ խոսելու։ Եվ ուրեմն Աստծու տեսլականը, ես այդպես իմ սա իմ բացատրությունը, Աստծու տեսլականը կամ Աստծու նպատակը եւ ընկալումը այն է, որ մարդը տեսնելով այդ ամբողջ բարիքները եւ հատկապես ապրելով Աստծու ամիջական ներկայության մեջ, պիտի ուրախ ապրեր մարդը, այսինքն անհոգ երջանիկ պիտի ելար Ադամը դրախտի մեջ, բայց հենց առաջին իսկ գլուխների մեջ կտեսնանք, թե երբ որ Աստված ուրեմն Ադամին կմոտեցնի կենդանիներին, որպեսզի անուններ տա Ադամը կենդանիներուն, Ծննդոց առաջին գլուխներում կհանդիպենք, այս հատվածը երկրորդ գլխում 18-25 համարներում, ուրեմն ինչ կտեսնանք, որ երբ որ Ադամը բոլոր անունները կտա կենդանիներու, կսե Ծննդոց գիրքը Ադամը իրեն նմանը մեկը չգտավ, չտեսավ մեկը այս ամբողջ ստեղծված կենդանական աշխարհի մեջ։ Եվ ուրեմն ինքը մենակ զգաց, հետաքրքիր է։ Եվ Աստված այն ժամանակ որոշեց, որ ասավ, լավ չէ որ Ադամը մենակ է, հենց Սուրբ գրքի խոսքերն են, իրեն ուրեմն օգնական եւ կնոջ ուրեմն ստեղծեց իբրև օգնական։ Այսինքն ինչու այս հատվածը կնշեմ, որ հետաքրքրական է արդեն առաջագործության սկզբից Աստված մարդուն կտեսներ այդ
մեզի համար մենության, հա, բայց այդ կատարելության աստծո հետ ապրելու մեջ ուրեմն մարդը պիտի գոհունակ եւ երջանիկ պիտի ելա։ Բայց իրականությունը ինչ է, իրականությունը այն է, որ մենք ավելի հողացին ենք, հողեն ենք, ավելի նյութական ենք եւ մեզ համար այո հոգեվորը բարձրագույն արժեք է, բայց դժվար է դրան հասնել եւ մարդը ավելի մխիթարություն կգտնի այս աշխարհի մեջ, նույնիսկ իր կողարցի մեջ, իր համայնքի մեջ։ Ավելի երբ որ հառաջանում ենք ուրեմն 5 տակարանյան իրականություն, արդեն կտեսնենք, որ աստվածադիր օրենք էր, սկսած դրախտից, որ կյանքը, սիստեմը, ձևը, այսինքն ընտանեկան էր, այսինքն պիտի ամուսնանային, զավակներ պիտի ունենային, եւ Աստված ընտրյալ ազգ ընտրեց Աբրահամի միջոցով եւ պիտի փրկվեին իբրև ժողովուրդ, բայց հետաքրքիր է, որ այդ շարժումի մեջ 12 ցեղեր, հետո քահանաների հատուկ Ահարոնի եւ հետագայում նաեւ Ղևտականի Ղևի միջոցով ուրեմն քահանաների առանցին այդպես տոհմ առանձնացվեց, որ միայն բացառապես իրենք տաճարի սպասավորությունը կնեին։ Հետաքրքրական է, որ կտեսնենք ուրեմն Ծննդոց գրքի մեջ, որ մեջտեղ ուգան մարգարեները։ Հետաքրքրական է ասմանը։ Մարգարեները նորեն քահանայական տոհմից էին, բայց մի տեսակ ավելի ազատ կյանքով կապրեին, այսինքն զուտ տաճարի կամ Խորանի սպասավորություններ չէին ուներ։ Կշրջեին առանցին տեղից տեղ եւ Աստծո անունով կմարգարեան եւ լավագույն օրինակ է, այսինքն եւ համարվանի մեջ Եղիա մարգարեն։ Եղիա մարգարեն հիշենք պատմությունը, ինքը հալածական էր, երբ որ փախչեց Քորեբ լեռը, ուրեմն միջև այդ լեռը հասնելը անօթի էր եւ ինքը ուրեմն հրեշտակը եկավ եւ իրեն կերակրեց եւ հսավ ուժ ունեցավ, այսինքն ուժ ունեցավ ատանապատի մեջ եւ հսավ դեր երկա ճամփա եւ 40 օրեր քայլով հասավ մինչեւ Քորեբ լեռը եւ հոնդե ուրեմն ճգնեց մնալով այնտեղ, այսինքն մենք ասենք ճգնեց, բայց արդեն շատ ամարկային պայմաններ կային եւ ապրում էր այնտեղ ուրեմն Քորեբ լեռան վրա թեզբացի Եղիան, որ կսե ինքը նաեւ կհակներ կաշվե զգեստ, հետաքրքիր է նաեւ, ուրեմն կաշվե զգեստ կհակներ, այսինքն ավելի բարձ եւ ավելի այսպես մարմինը չարչարելու, մարմինը տկարացնելու ձև ուներ սա։ Եվ այդտեղ մեկ հատված մկա, որ շատ կսիրեմ եւ թերևս ինչ որ ձևով նաեւ բանականության պատկերն ունի, իր մեջ խորհուրդ ունի, կսե որ երբ որ Եղիա մարգարեն Քորեբ լեռան այդ քարայրի մեջ էր, երբ որ առաջացավ քարայրի, այսինքն քարանձավի ծայրին, ուժեղ որոտ եղավ, կայծակ եղավ եւ ուժեղ հով փչեց կսեմ եւ ուրեմն երրորդ թագավորած գլուխ երրորդ թագավորած 19-րդ գլխի մեջ կերնակած հատվածը տեսնել կսե ուժեղ հովը փչեց կարծած երկիրը պիտի շարժվեր եւ անոր մեջ Աստված չէր կսե հանկարծ ուժեղ մեկ երկրաշարժ եղավ շարժում եղավ եւոնտեղ Աստված չէր կսե նույնիսկ կայծակը կրակ իջավ հոնտեղ էլ Աստված չէր կսե եւ շարունակության մեջ կսե հանկարծ մեղմ հովը փչեց եւ Աստված սկսեց խոսել այդ մեղմության մեջ Եղիա մարգարեին հետ գեղեցիկ պատկեր մնա բայց նորեն կարծես մեզի կհիշեցնի նախաօրինակ մվանական կյանքի եւ ուրիշ մեկտեղ մը 5 տակարանի մեջ երբ որ Եղիա մարգարեի օրերը լրացել են որ պիտի արդեն ինքը երկինք ուրեմն վերանար մարմնով ուրեմն երբ որ կմոտենան Հորդանան գետին հոնտեղ ուրեմն նաև ինքը Եղիսե աշակերտում պիտի փոխարիներ իրեն Եղիայից հետո հաջորդում է Եղիսեն ուրեմն երբ որ Եղիսեին կտեսնի կսե պիտի գաս իմ ետևից եւ Եղիսեն գսե երթամ իմ ծնողներուն հրաժեշտ մտամ որ նոր գամ քեզի միանամ այսինքն ենթադրելի էր որ մարգարեները իրենք ուրեմն ընտանեկան կյանքը կթողնեին եւ ուրեմն կային մարգարեների խմբեր այնտեղ կնշվի որոնք ուրեմն չկոտորվեցին բաղին չծնրադրեցին եւ ուրեմն հերվից կհետևեին թե ինչպես Եղիա մարգարեն երկինք բարձրացավ այսինքն ամբողջացնելով պիտի ասեմ որ ճիշտ է 5 տակարանի մեջ չկար այսպես վանական շարժում ինչպես դրսևորվեց
քրիստոնեական իրականության մեջ, բայց արդեն կտեսնենք, որ այդ ձևերը ուրեմն կերևան, այսինքն առանցին ապրելու ավելի ժուշկալ կյանքով ապրելու, նաև խմբերով ապրելու, ուրեմն կտեսնենք ուրեմն այդ օրինակները հին կտակարանի մեջ։ Գալով արդեն նոր կտակարանը մեր մեզ հայտնի հաջորդ, այսինքն օրինակը վանականների կամ ճգնավորների Հովանես Մկրտիչն է։ Մարգարե, նախակարապետ, տարբեր անուններ ունի Հովանես Մկրտիչը եւ նաեւ համարվում է նաեւ օրինակ ճգնավորի, չէ՞։ Եթե կարդում ենք Սուրբ Գիրքը Մատթեոս Ավետարանի մեջ առաջին գլուխ ինչ էր իր հագուստը, ուրեմն ուխտից գործված, երևակայք ուխտից գործված այդպես կոշտ, որ մարմինը կցավեցնի։ Եվ ուրեմն գոտի կկապեր, ուտեր վայրի մեղր եւ մարաղ։ Եվ ուրեմն երբեք գինի խմած չէր, եւ ուրեմն առանձնության մեջ կապրեր։ Եվ ուրեմն մենք կընթերցենք արդեն նոր կտակարանի մեջ, թե Հովանես Մկրտիչը ասպես ջրբաժանը հին եւ նոր կտակարանների կամուրջն է, իբրև մարգարե, բայց արդեն իր կերպարի մեջ էլ կտեսնենք այդ վանական, այսինքն կենցաղավարությունը, վանական կենցաղավարությունը։ Ուրեմն, բայց իր կարծերը կարելի ասել վանական շարժումը, ասպես որպես գաղափարական ավելի խորը հիմք, տեսնում ենք արդեն Պողոս Առաքյալի նամակների մեջ, շատ հստակ։ Պողոս Առաքյալի նամակների մեջ շատ հստակ խոսում է արդեն կուսակրոնության, ուրեմն մի քանի տեղ է Պողոս Առաքյալի նամակներում Կորինթացիներ, Գաղատացիներ, ուրեմն աս կուսակրոնության չամոստանալու մասին ուրեմն խոսում է Պողոս Առաքյալը շատ հստակորեն, ուրեմն որպեսզի մեր բանախոսությունը շատ չի երկարի, չընթերցեմ, ուղղակի կսեմ կրնակ ձեզ մոտ նշել, եթե ժամանակն ունենա, կրնակ ընթերցել, ուրեմն առաջին Կորինթացիներ 7-րդ գլուխ 32-ից 34 համարներ, որտեղ Պողոս Առաքյալը կսե, որ ես Տիրոջից հրաման չունեմ, որ մեկը կրնա ամուսնանալ եւ չամուսնանալ կամ կույս մնալ, բայց կսե իմ կարծիքով, այսինքն իմ օրինակով կսե լավ կլա, որ ինձի պես էլա։ Պողոս Առաքյալը ամուսնացած չէր, իսկական կյանք կապրել։ Կսե լավ կլա, որ ինձի պես էլա։ Ուրիշ մեկ տեղ շարունակելով կսե, որ հենց Կորինթացիների նամակի մեջ կսե, որ կարծես ավելի գաղափարական բացատրություն կտա, կսե ամուսնացածը կձգտե, որպեսզի հաճելի ըլլա իր կողակցին, իսկ չամուսնացածը կձգտե հաճելի ըլլալ Աստծուն։ Ուրիշ տեղում է Գաղատացիներ 7-րդ գլուխ 17-րդ համար։ Կսե մարմինը հակառակ է հոգին, գիշեք այդ հատվածը, որ Պողոս Առաքյալը կսե, որ այն խղճալի մարդ մնեմ, կսե ով կրնա ազատել ինձ իմ մարմնից, որ միշտ վարք իջեցնեմ։ Եվ արդեն առաջին Կորինթացիներ 9-րդ գլխում կներկայացնի հոգու եւ մարմնի պտուղները, կսե մարմնավոր պտուղները շնություն, հակառակություն, նախանձ, բարկություն, իսկ հոգևոր պտուղները կսե սեր, խաղաղություն, ուրախություն կսե մարզիկի օրինակը կբերե, կսե մարզիկը ինքը չի գործադրե, ջանք գործադրե, որպեսզի հասնի իր նպատակին, այսինքն հասնի հաղթանակին կսե, եւ այդ ճիքի համար ուրեմն իր մարմինը ուրեմն կմարզի, որպեսզի կրնա ինքը հաջողել իր պայքարի մեջ։ Ես մի քիչ ուղղակի այսպես ընդհանրացնում եմ Պողոս Առաքյալի խոսքերը, եթե ունեք ժամանակ ընթերցեք այդ հատվածները, բայց Պողոս Առաքյալը կսե իմ մարմինս կտկարացնեմ, որպեսզի իմ հոգի զորանա, այսինքն իմ հոգևոր պտուղները առատանան իմ մեջ։ Այսինքն եթե նայում ենք նոր կտակարանը եւ վանականության սկզբունքների մասին, արդեն կարծես Պողոս Առաքյալը եւ իր օրինակով արդեն կշեշտի վանականության, այսինքն ոչ հակառակ լինելը, այսինքն եթե կուզես միայնակ ապրել, դա հակառակ չի Աստծո օրենքներին։ Եթե կուզես ճգնավորի պես ապրել եւ չամուսնանալ, նույնպես հակառակ չի Աստծո օրենքներին։
այո, ամուսնությունը Պողոս Արաքյալը կսե, որ լավ է, որ մարդը չամուսնանա, բայց եթե չի կրնար այդ ժուշկալությունը պահել, թող ամուսնանա, այսինքն եւ եկեղեցին կորնի ամուսնությունը։ Հստակ է, որ եկեղեցին կորնի ամուսնությունը խոտելի չէ, բայց նույն ժամանակ, այսինքն Պողոս Արաքյալի, այսինքն բացատրությամբ, կարծես կանանչ լույս է այդպես ասեմ, կանանչ լույս եւ գաղափարական հենգը կստեղծի վանականության։ Բայց գանք ուրեմն անցնելով ուրեմն այս վանականության սուր գրային բացատրություններից, կուզեմ մի քիչ ավելի պատմական ակնարկը նետենք անցյալի մեջ, բայց էլի ընդհանրացումներով, որպեսզի գաղափար ունենանք, թե ինչ պատճառներով սկսվեց վանականության շարժում արդեն քրիստոնեության մեջ։ Ինչպես ասի օրինակները կային, գաղափարական հենքը կար, նույնիսկ առաքելական շրջանում, եթե հիշում ենք, երբ որ Քրիստոսի համբարձումից հետո կարծես համայնական կյանք ունենք։ Հիշեք, այդտեղ իրար հետ իրենց կալվածները ուրեմն կնվիրեին առաքյալների ոտքերու առջև կդնեն իրենց, այսինքն նվերներ իրենց ունեցվածք եւ բոլորի ինչքերը, այսինքն ունեցվածքները կարծես այսպես մեկ ընդհանուր ընտանիքի պես կապրեին առաքելական շրջանում։ Բայց դժբախտաբար առաքելական շրջանը ենթարկվեց փորձությունների, հենց առաջինը հрьяաների կողմից, որովհետև բավական ուժեղ հալածանք սկսվեց հрьяաներուն քրիստոնյաներու նկատմամբ եւ ոչ միայն բուն Երուսաղեմում, այլ դուրս եկավ ամբողջ նաեւ ռոմեական կայսրությունից ներս, իրենք երթային կհիշեք տարբեր համայնքներ եւ քրիստոնյաներին կգտնեին, անոնց մեկն է հենց Պողոս Արաքյալն էր, Սողոսը։ Եվ ուրեմն սկզբնական շրջանում իրենք շատ, այսինքն աշխատեցան, որպեսզի ցույց տան, որ ասոնք մեզ մեն, բայց ճիշտ մենք հակառակ ենք իրենց քրիստոնյաներին եւ ճիշտ ավելի այսպես ատելի դարձրեցին հենց իրենց ջանքերով ատելի դարձան քրիստոնյաները հենց կայսրության աչքին իբրև ավելի անհնազանդ եւ հակառակ դրա համար հետագայում բավական ուժեղ ալիք սկսվեց ուրեմն հալածանքները արդեն այդ ժամանակաշրջանում քրիստոնեությունը մեծամասամբ թաքնված հալածական վիճակի մեջ էր մինչև 313 թվականի Միլանի էդիկտը, որտեղ Կոստանդիանոս մեծի հրամանով հրովարտակով քրիստոնեությունը արդեն ընդունելի կրոն դարձավ։ Ուրեմն այստեղից ուրեմն սկսվում է ուրեմն վանական շարժումը։ Հասկանալի է հալածանքների այդ ժամանակներում չկար ուրեմն արդեն մեծամասնությունը քրիստոնյաների աղքատներ էին եւ པարզ կենցաղով ապրող մարդիկ են եւ նահատակներ էին եւ առհամարվածներ էին բայց արդեն երբ որ քրիստոնեությունը ընդունելի կրոն դարձավ կայսերական կրոն դարձավ այսինքն թագավորները սկսեցին քրիստոնյաներ լինել իշխաններ արդեն պալատականներ քրիստոնեությունը հալածական վիճակից դարձավ այսինքն եկավ ճիշտ գրավեց ամեն դիրքերը հասարակության մեջ արդեն անոր մեջ հարուստներն էին ամեն այսինքն ճոխ կյանքներ եւ գումարած այդ ամեն ինչի մեջ նաեւ կար հեթանոսությունը չմոռնանք այսինքն խառնված էր գիշեք սկզբնական շրջանում ճիշտ է կային քրիստոնյաներ քրիստոնյա կայսրեր բայց Ուրանային յետուգար կընդունեին քրիստոնեությունը կամ կհալածեին, այսինքն դեռ շփոթ էր այս քրիստոնեական սկզբնական շրջանում, խոսքը 3-4 դարերի մասին է։ Եվ դժբախտաբար, այսինքն աս մեկ հանգամանքը պատճառ դարձավ առաջին նաև հենքերից մեկը վանական շարժումն։ Ուրեմն քրիստոնյաները սկզբից ինչ տեսան, որ սկզբնական շրջանում, որ իրենք հալածական էին, հիմա շատ ավելի ճոխ կյանքով, ավելի հանգիստ կյանքով կապրեն, ավելի նաև զեղ կյանքով կապրեն, հարուստները ուրեմն այդ ճոխության մեջ կապրեն, եւ հակառակ իրենց համար աչքին շատ խորթ էր, որ սկսեց քրիստոնեություն ինքը նաև հալածել արդեն շատ անհանդուրժող էր նաև հեթանոսների նկատմամբ այսինքն քրիստոնեական ոգին կարծես վերցված էր իրենց միջից այդ սկզբնական շրջանի ներողամտության ու զիջումի ոգին եւ իրենք այսինքն քրիստոնյաները սկսեցին որ կարծես եկեղեցին ինքը դուրս է եկել իր այդ խոնար պարզ կեցվածքի մեջ միջից դուրս է եկած եւ ավելի ասպես ճոխ կյանքի ասպես հոսանքին գնացող իշխանության ձգտող աս կեցվածքի մեջ կերտա արդեն եկեղեցին իսկ գալով արդեն
Սուտ որտեղ վանական շարժումը սկսված է արդեն եգիպտական հայրերի շրջանում, անապատական շարժում ունի իր մեջ, հատկապես ուրեմն Եգիպտոսում եւ Ալեքսանդրիա, որը հայտնի դպրոց էր, ինքը հունական դպրոցներից մեկն էր, ուրեմն սկսեցին քրիստոնյաները կամ քրիստոնյա եկեղեցու հայրերը Աստվածաշունչը կամ Աստծո խոսքը բացատրել հունական փիլիսոփայական դարձվածքներով։ Սա կարծես մի որոգայթ էր, որ մի տեսակ եկեղեցին եկավ անոր մեջ, այսինքն որոգայթը ինչ իմաստով, որ սկսեցին բազմաթիվ դարձվածքներ, նրբություններ, աստվածաբանական բացատրություններ, երբեմն ուրեմն եկեղեցին ճեղքվածքներ ունեցավ, չէ, արիոսականության շարժումներ, այդ բացատրությունները սկսեցին իրար նզովել, դավանաբանական վեճեր, թագավորներ, ժողովներ, ինչ մեծ, ասենք, որ նայում եք այդ շրջանի պատմություն եւ այդ քրիստոնեական առաքելական շրջանի այդ բարձ, այնպես գործ առաքելություն, մեկ շունչ եւ մի հոգիով այդպես աղոտ քնելու այդ բանը կարծես բան եղավ, այսինքն երկրորդական բան դարձավ, երրորդական բան դարձավ, այսինքն եկեղեցին մի տեսակ քրիստոնեությունը իր բուն առաքելությունը, որ պիտի քարոզեր Աստծո խոսքը եւ ուրեմն եւ բարոյականությունը քրիստոնեության թողնելով վարդապետության, սկսեց իշխանության, նաև հորի բարքերով ապրելու, աջողության բաների մեջ, այսինքն եւ ուրեմն այս ամենը առիթ մտավ, որպեսզի մարդիկ մտածեն, որ այլևս շատ դժվար է ապրել այս աշխարհի մեջ, այսինքն այս իրականությունների մեջ, եկեղեցի մեջ շատ դժվար է այս ամեն ինչի մեջ կարողանալ Աստծո խոսքը պահել եւ ուրեմն սկսվեց ուրեմն վանական շարժումը Անտոն Մեծով առաջին ճգնավորն է Անտոն Մեծը, որը ուրեմն ապրած է 3-րդ դարում Փախոմը հայտնի Պողոս Մենակիացը ինքը վանական շարժումը սկզբնավորումով սկսում է ճգնավորներով, այսինքն Անտոն Մեծը թողեց աշխարհը ամեն բան եւ գնաց անապատ, որպեսզի հոնտեղ ճգնի եւ ուրեմն հասնի այդ կատարելության։ Պիտի ասեմ, որ ինչու է հենց վանական շարժումը նաեւ եղավ Եգիպտոսում, որովհետեւ անապատ կար։ Հետաքրքիր անապատը շատ հարմար վայր մներ ճգնավորներու համար, որովհետեւ անցայրացիր կերտած մարդ չկա այնտեղ, ասենք կիլոմետրեր այն կողմ մեկ հատ փոքր օազիս մնե, երկու քանի ծառ արմավենի, ասենք խորթավոր պատկեր մնե, եւ դուն հոնտեղ կերտած եւ մեկ անգամեն ամեն ինչով հեռու ես աշխարից եւ երևակայեցեք, որ նույն ժամանակ էլ օդը, այսինքն տաք էր, այսինքն ձմեռ ամառ այնտեղ չկար եւ այսինքն կենցաղավարելը շատ ավելի, այսինքն բնական կլիմայական պայմաններով ավելի հեշտ էր։ Ուրեմն վանական շարժումը, այսինքն ճգնավորություն ուրեմն սկսեց Անտոն Մեծով եգիպտական հայրերից անապատում ուրեմն։ Ճգնավորություն առանցին մենակ կապրեին, այնուհետև սկսեցին խմբերով ապրել։ Այսինքն նույն գաղափարը ունեին աշխարհից հեռանալու, մարկանցից հեռանալու, բայց ուրեմն խմբերով ապրելու եւ ապրելու վանական ինչ որ մեկ կանոնի համաձայն։ Ճգնավորը ուրեմն նորեն բացատրեմ այդ երկու թևերը հիմնական կրոնավորների, ճգնավորներ եւ վանականներ, ուրեմն ճգնավորները իրենց կարգը ունեին, այսինքն իրենց անհատական կարգը ունեին աղոթքի, կենցաղավարության եւ այդպես ուրեմն կապրեին իրենք առանձնության մեջ։ Երբեմն փոքր խմբերով, ժամանակ առ ժամանակ ուգային եւ կմիանային, իսկ վանականները ավելի կապրեին վանքերի մեջ, մեծ վանքերի մեջ, հնազանդության վանահորը եւ ուրեմն միասնաբար, այսինքն միասնաբար կենցաղակից էին, հատուկ ուրեմն հաստատված հստակ օրենքներով։ Ուրեմն վանականությունը սկզբից իր տարածումը ասեմ, Եգիպտոսից կանցնի Հորդանանի հովիտը, որտեղ կլիման շատ նման էր իրարու, շատ նման էր չոր եւ տաք։ Այնուհետև կանցնի Սիրիական շրջան, խոսքը 3-4 դարերի մասին է, ուրեմն այդ շարժումը, այնուհետև կուգա դեպի Կապադովկիա, ներկա Անտալիա շրջան եւ ուրեմն կմոտենա Հայաստանին, Կապադովկիան Կեսարիա եւ այնտեղից ուրեմն մուտք գործի նաեւ Հայաստան։ Ես ցույց կտամ ուրեմն այդ շարժումը Եգիպտոսից ինչպես Հայաստան կհասնի։ Հետագայում կտեսնենք, որ
վանականությունը այդ շարժումը հասավ մինչև Եվրոպա եւ կրնանք վստահաբար ասել, որ իր ամենաբարձրագույն ծաղկումին հասավ հատկապես Եվրոպայի մեջ վանական շարժումը եւ անշուշտ նաեւ ուղղափառ եկեղեցու մեջ։ Ուրեմն այսքանը թերևս ընդհանուր համաքրիստոնեական իրականության մեջ ուրեմն վանական շարժումն է, խոսելով ընդհանրական եկեղեցու մասին, որպես վանական շարժում անշուշտ շատ այսինքն հայտնի կաթոլիկ աշխարհի մեջ եղած է ուրեմն ֆրանչեսկյաններ, հատկապես բենեդիկտյաններ, ճիզվիտներ, հիսուսյաններ, մինչև ուգակը հասնի, այսինքն գթության քույրեր, Մայր Թերեզա, իր ուրեմն դրսևորումներով շատ մեծ, այսինքն շարժում եղած է ուրեմն կաթոլիկ եկեղեցու մեջ, իսկ արդեն ուղղափառ եկեղեցու մեջ հայտնի է կհիշեք Աթոսի վանքը, որ Սուրբ Աթոս է կոչվում, որտեղ այսինքն շատ հզոր կենտրոն է եղած վանականության, այսօր էլ կա պահպանվում է եւ ուղղափառ եկեղեցու մեջ էլ այսինքն իր մեծ ուրեմն արտադրությունը ունի։ Գանք ուրեմն հայկական իրականություն, մեզ ավելի հետաքրքիր, մեզ ավելի մոտիկ, ուրեմն արդեն հասկացաք մոտ գաղափարական հենք եւ ուրեմն ատարածումը քրիստոնեության մեջ, ուրեմն հայ իրականության մեջ վանականությունը կարելի ասել ծաղկում է ապրել 4-րդ, 5-րդ, 6-րդ դարերում այդ ժամանակաշրջանում եւ հետագայում այսինքն իր տարբեր կերպերով, բայց իր այսպես վերելքներ ու վայրեջներներ ունեցել ուրեմն վանական շարժումը։ Բնականաբար ինչպես համաքրիստոնեական եկեղեցի մեջ իր երկու թևերով ուրեմն շարժում ունեցած է ճգնավորություն եւ վանականություն, այսինքն առանցին ապրող անհատներ որ կապրեին, բայց ուրեմն աս ճգնավորությունը շատ այսպես հառաչացում չի ունեցած մեր այսինքն մեր հայ իրականության մեջ։ Մի քանի այսպես ճգնավորներ հիշվում են, օրինակ Ոսկյանք եւ Սուքրասյանք, ասենք ուրեմն առաջին երկրորդ դարերում օրինակներ, այսինքն միջև քրիստոնեության ընդունումը եղած են ճգնավորներ, բայց շատ փոքր թվով իրենք ուրեմն խոտաճարակներ են, խոտ, այսինքն զուտ բանջար կուտեն իրենց կենցաղավարության մեջ։ Ավելի մեր հայկական իրականության մեջ ավելի այսպես ավելի խորը բան ունեցել ուրեմն վանական զուտ, այսինքն վանքերում որ կապրեին խմբային է, այդ ձևը ուրեմն ավելի շատ զորավոր է եղել։ Եվ բնականաբար մեր եկեղեցին, քանի որ զուտ սկզբնական շրջանում Կեսարիայի հետ մոտիկ էր, կհիշենք, որ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրություն կստանար հենց Կեսարիայի եպիսկոպոսից։ Եվ հետագայում իր զավակները ուրեմն սկզբնական շրջանում Կեսարիայից ուրեմն ձեռնադրություն կստանան։ Այսինքն մեր եկեղեցին շատ սերտ կապ ուներ Կեսարիայի եկեղեցուց, խոսքը Կապադովկիայի մասին է, եւ ուրեմն պատահական չէ, որ մեր վանականության հիմքը համարվում է Վարսահ Կեսարացի կանոնները։ Վարսահ Կեսարացին ապրել է 5-րդ դարի կեսերին։ Ուրեմն իր վանականության մասին գրվածները, կերտվածքները մի քանի հարցում պատասխան եւ վանական կանոններ ուրեմն թարգմանվել են հենց արդեն ոսկեդարում մեր թարգմանիչների կողմից վանական կանոններ Վարսահ Կեսարացու եւ ուրեմն մեր վանականության հիմքը ընկած է Վարսահ Կեսարացի կանոնները։ Հիմա ուսումնասիրողի մեզ համար եթե նայում ենք թե ինչպիսի գրվածքներ, կերտվածքներ կան, ասենք գնում ենք Հայաստան, հիմա վստահ եմ շատերը տարիք եղած է Հայաստան երթալու, շատ չքեղագույն մեծ վանքեր կտեսնանք, չէ, վանական համալիրներ, այսպես կնայես ուղղակի փառավոր վանքեր ունեցած ենք, եւ ենթադրելի է, այսինքն հենց այնպես չի կառուցված այս վանքերը, լեցուն եղած են վարդապետներով, կրոնավորներով, վանականներով, մեզի հասած շատ քիչ տեղեկություններ կան, շատ քիչ տեղեկություններ կան, թե ինչպիսի կենցաղավարությամբ են ապրել վանականները կամ ինչպիսի կանոններով են ապրել վանականները։ Գիտենք, որ կանոնների հիմքում ընկած է Վարսահ Կեսարացի այսպես հաստափոր գիրքն է, առիթ ունեցած եմ նայելու,
շատ մանրակրկիտ գրվում է այնտեղ, թե ինչպես պիտի հաց պիտի ուտի, ինչքան պիտի քնանա, որքան պիտի աղոտ քնե, այսինքն հնազանդություն, եղբոր, այսինքն վեճեր, խնդիրներ, ապաշխարություն, խոստովանություն, շատ մանրակրկիտ գրված է այդտեղ, ամեն բան կարծես այսպես։ Բայց մեր իրականության մեջ հավանաբար եղել են վանքեր, որոնք իրենք ունեցել են առանցին կանոններ, որովհետև հասկանալի է 200, 300 կամ 150 հոգի մարդ կհավաքվեն, պիտի կարգու կանոն էլ է, այսինքն հստակ կանոն պիտի ելը։ Բայց դժբախտաբար մեզի հասած այսպես կանոններ, որը այսպես հստակորեն, ասենք, գիտեք, Տաթևի վանքում, ասենք, հայտնի օրինակի համար ես Տաթևում ծառայեցեմ, այսինչ կանոնը եղած է, եւ կրնանք մենք բացել եւ նայել եւ հասկանալ, թե այն ժամանակ, չգիտեմ, 15-րդ դարում ազվանքի մեջ, ասենք, կարթնանային, կաղոթեին, ուտեին, կհագնվեին ասկեր։ Դժբախտաբար չունենք այս բանը պահպանված։ Ուրեմն, ինչպես արդեն նշեցի, իմ ուսումնասիրությունների նյութը առնված է մեր լուսահոգի Աշտոն Պատրիարք Գալստանյանից, ինքը ուրեմն երեք կարևոր աղբյուրներ կնշի, որոնք շատ մեզի, այսինքն ճիշտ է, ամիջականորեն այսպես չեն ներկայացնում կանոնները, բայց մեզ գաղափար են տալիս, թե մեր հայկական իրականության մեջ վանականությունը ինչպես եղած է։ Ուրեմն առաջինը Եղիշե մեր հայտնի վարդապետի բան խրատու Եղիշե վարդապետի հագեսկրոնավորած, ուրեմն Եղիշե վարդապետը գիտեք, Վարդանան Ցերոսամարտի կարես է վարքագիրն է, եւ ուրեմն այդ վարքագրության կամ իր պատմության վերջում ասպիսի մեկ հավելված ունի, որոնք ուրեմն կներկայացնի հագես կրոնավորած, կրոնավորների մասին ուրեմն գործն ունի գրված։ Երկրորդ կարևոր աղբյուրը մեզի համար, որ ասպես մեր ուսումնասիրությանը լույս կսփռե, բան ուրեմն հայ մամուլքի մեջ, որը հիշատակվի սուրբերու կենցաղավարությունը, այնտեղ ունենք ուրեմն վարք սրբոց թաթլո խրատներ իր աշակերտին Թոմասին, ուրեմն եւ ուրեմն թաթուլը, որը բանահայրն էր, իր հաջորդին, իր աշակերտին Թոմասին, որոնք հայեր են, մեր հայ իրականության մասին է, ուրեմն խրատներ կտա, թե բանականը ինչպես պիտի ելա։ Եվ ուրեմն վերջին երրորդ կարևոր աղբյուրը, որը Շնորհ Պատրիարքը կնշի, դա ուրեմն ներսաշնորհալու թուղթ ընդհանրականն է, երբ որ կաթողիկոս կդառնա, կոչվի կաթողիկոս ներսաշնորհալի հայրապետը, ինքը ուրեմն ընդհանրական նամակ գրքի իր եկեղեցի մեջ հենց առաջինը ամենեն առաջին, այսինքն բոլոր շերտերին իշխաններ, աշխարհականներ, զինվորներ, բայց ամենեն առաջինը ուրեմն կանրադառնա ուրեմն վանականներին ուրեմն իր խրատը կտա։ Ուրեմն այս երեք կարևոր աղբյուրներն են, որոնք մեզ գաղափար կտան։ Որպեսզի ձեր ժամանակը շատ այսպես, եթե ժամանակ դուք ունենաք առանցին, կարող եք գտնել այս նյութերը եւ ընթերցել, բայց կընդհանրացնեմ, որպեսզի ընդհանուր գաղափար ունենանք։ Ուրեմն Եղիշե վարդապետը այսպես ավելի հորդորական, շատ գեղեցիկ լեզու ունի, խոսե թե կրոնավորները ինչպես են, ոչ թե ճգնավորները, այլ կրոնավորների մասին, զուտ վանականների մասին խոսե, որ կսե կհավաքվեն միասին, մեկտեղ կհավաքվեն, շատ պարզ խցերի մեջ կհավաքվեն, ուրեմն այսինքն կապրեն շատ պարզ խցերի մեջ, կուտեն շատ պարզ ուտելիքներ, բանջարներ, այսինքն շատ պարզ պահեցողությամբ կանցկացնեն, իրենց հիմնական մասը ուրեմն աղոթքով կանցնի, սաղմոսներով, եւ հետաքրքրական է կսե, որ կկենան եւ ասպես բոլորաձև դաս, այսինքն երկու ասպես, եւ ուրեմն մեկը մյուսին փոխարինելով ասպես շարականներ կերքեն եւ սաղմոսներ, աղոթքներ կնեն օրվա տարբեր ժամերին եւ ժամերներ կնշի, այսինքն գիշերվա պահում, ցերեկը, նաև երբ որ արևը կմտնի, մինչև աստղերը ելնեն, օրինակ այդ հատվածը հիշեցի, արևը կմտնի եւ մինչև աստղերի ծագելը նորեն աղոթքի կարգ ունեն եւ գիշերվա պահը նույնպես աղոթք ունեն։ Եվ կսե իրենց պահեցողությունը կընդհատվի
միայն երեկոյան պահուն կսեն խավարային մարմնին խավար ուտելիք այդպես երշե պատմիչի ուրեմն այդպես կներկայացնի եւ հետո ուրեմն այդ պատկերը որ կներկայացնի ինչպես կապրեին իրենք հա եւ նորեն մնացել եմ հիշողության մեջ կսե ուրեմն կհավաքվեին շատ հանդարտ լուր խոնար ատկեցվածքը շատ բան է գեղեցիկ ոչ ունի եւ կսել նույնիսկ ներքև գետին կնայեին աչքերով ներքև կնայեին այդ իրանց կեցվածքի մեջ եւ ուրեմն միասնաբար միշտ ասպես իրարու հետ աղոտ կնային եւ աղոթքի մեջ կքաղցրանային եւ հետո ուրեմն խրատ կուտա որ ավելի դժվարությունների մասին, որ օրինակի համար հատկապես կխոսի, որ եթե թողել ես աշխարհային կարգը, ալ մի մտածիր է դառնալու մասին, ընչքից ունեցվածքի դες հեռացել ես, ուրեմն անորդ իդ մի դարձիր անոր, ավելի խրատ կուտա, որպեսզի աղոթքի մեջ զորավոր լինեն, պայծողության մեջ զորավոր լինեն, այսինքն խրատների եւ իր, այսինքն օրինակի մեջ շատ նմանություն կա եւ շատ նման է ուրեմն սկզբնական շրջանի զուտ, այսինքն բարձր կեսարացու եւ ուրեմն այդ ոգուն, հա, ընդհանրական եկեղեցու ոգուն կանոններին շատ նման է ուրեմն մեր վանական սկզբնական, այսինքն այդ հիշատակությունը մեր վանականների, որը գիտենք Եղիշե պատմիչը ուրեմն 5-րդ դարի կեսերն է Արդեն ճիշտ երնից հաջորդում է հաջորդ աղբյուրը ուրեմն Թաթլո եւ Վարոսի երկու եղբայրներ էին, բայց հատկապես Թաթուլի խրատները իր աշակերտ Թովմասին։ Ուրեմն խրատ կուտա, որ արդեն ինքը որոշած է, որպեսզի հեռանա առանցին կյանքով ապրի, եւ ուրեմն իր աշակերտին խրատ կուտա, թե ինչպես պիտի ելա վանահայրը եւ ինչ բաներու վրա ուշադրություն պիտի դարձնե շատ հետաքրքրական է նորեն իր բանին մեջ որ թե ինչ պիտի հագնեն ինչ պիտի ուտեն որ ժամերում պիտի աղոտ քնեն օրինակի համար կսե որ թող ամեն օր երկու անգամ խոստովանություն ունեն հետաքրքիր է ասպանը օրինակ ես կհիշեմ այսինքն առավոտ եւ երեկոյան վանականը ամեն օր պիտի խոստովանություն ունես խոստովանը իր մեղքերը վանահորը եթե օրինակի համար կանոններից մեկը կսե եթե դուրս պիտի ելնեն անպայման երկու պիտի երթան պիտի ունեցվածք չունենան կուսակրուն կյանքով պիտի ապրեն պիտի հետևեն աղոթքի կարգին կսե խեղկատակություն չպիտի ելա վանքի մեջ, այսինքն խոսքը երկարային, չգիտեմ, կատակներ ունեն, միշտ համեմված պիտի ելա Աստծո խոսքով, Սուրբ Ոգիով, այսինքն այդ շեշտադրումները շատ հստակ է, այսինքն ուրեմն ասկանոնների մեջ երբ որ նայենք, նույնիսկ հետաքրքիր մասը կա կսե եթե երկու եղբայր նույն վանքի մեջ են, թող նույն սենյակի մեջ չմնան, կսե զատ պիտի մնան Այսինքն երբեմն կտեսնես ինչքան նուրբ բաներ կա, որ ուրեմն հատուկ ուշադրություն դարձրած է, որպեսզի այսինքն աս վանական կենցաղավարությունը պահպանվի։ Խոսքը 5-րդ դարերի վերջ, 6-րդ դարերի մասին է ուրեմն։ Թերևս այս միակ աշխատությունն է, որտեղ հստակորեն ուրեմն հայ վանականը կամ վանահայրը խրատ է տալիս իր աշակերտին, թե ինչպես պիտի վանքը կենցաղավարի։ Եվ արդեն գալով ներծը շնորհալու հայրապետին, պիտի ասենք, որ ներծը շնորհալի հայրապետը իր ընդհանրական նամակի մեջ կտեսնենք արդեն գալիս է 11-րդ դար, բավական արդեն կարծես այդ խստակեցության ձևը վանական բաներու մեջ արդեն կարծես տեղը զիջած է։ Արդեն ներսը շնորհալի հայրապետը հետաքրքրական բաներ կսե ձևերն կսե օրինակ եթե վանականը դուրսը կապրե, այսինքն վանքի դուրս կապրե եւ դրա արտոնությունը չունե, եթե մեռնի, թող որևէ ձևով վանականի կարգով չթաղվի։ Կամ եթե հատուկ պարագաներ մկա, որ վանականը դուրսը կապրի եւ պարկեշտ վարք ունի, ուրեմն թող վանականի կարգով թաղվի։ Այսինքն կտեսնանք, որ արդեն ձևը կփոխվի, եթե սկզբնավոր շրջանը վանականները զուտ ներսում կմնային,
կտեսնանք արդեն ժողովրդի մեջ կսկսեն ապրել եւ այսինքն հայրապետը աս ձևերի համար հատուկ կարծես հրահանգներ, այսինքն չի մերժեր, այսինքն ասելով դա խոտորելի է, բոլորը նորաբանկ պիտի դառնանք, կսե որ պայմանները, եթե մեկը բարի վարք ունի, թող մնա եւ այդպես վանական կարգով ուրեմն թաղվի։ Այսինքն տեսնանք վանական կարգի թուլացումը։ Օրինակի համար վանական ներսը շնորհալի հայրապետի մեջ կսե որ թող շատ չճոխանան ուտելիքների մեջ։ Այսինքն հայտնի է որ ոչ թե խոսվի պահեցողության մասին, այլ արդեն ճոխ կյանքի մասին խոսե։ Արդեն հայտնի կդառնա որ ավելի կթուլանա վանական խստակեցությունը հա սկզբնական շրջանում մեջ։ Խոսքը արդեն 10-րդ դարի մասին է, 11-րդ դարի, այսինքն գրեթե 400 տարի անց։ Կտեսնանք ուրիշ մեկ բան, եկեղեցու հայրը որ ուրեմն կնշեմ, որ կսե վանականը թող ուրիշ գործով չզբաղվի, այսինքն պարտեզ չունենա, հետաքրքրական է, այսինքն եւ կսե որ եթե ունեցվածք ունի, թող այդ ունեցվածքը բաժնե ուրիշներուն։ Այսինքն շատ խիստ կանոն եղած է, որ սկզբնավորության մեջ վանականը ոչ մի ունեցված չպիտի ունենա։ Բայց տեսնանք ուրեմն 11-րդ դարում եկեղեցու հայրը, մեր եկեղեցու հայրը կսե որ ոչ թե ատի մերժելի է, որ սկզբնավորության մեջ մերժելի է, այսինքն վանական հենց ունեցվածքից կփախչեր, այսինքն աշխարհային ճոխություններից, հա, դրամից եւ արդեն կտեսնանք 11-րդ դարում մեր եկեղեցու հայրը կսե որ լավ կլա եթե դու ունես դրամ հավաքած, այդ դրամը 10 աղքատներուն, այսինքն չի սեր խոտելի է ասի։ Կսե որ լավ կլա որ ասանք բամ ունես, այսինքն մենք կտեսնանք որ իր արդեն 10-11-րդ դարում կտեսնանք որ հայոց մեջ վանականություն արդեն ինք արդեն իր ատխստակեցության տեղերը զիջած էր եւ ավելի ճիշտ է այդ վանական կյանքը կար, բայց իր խստակեցության մեջ չէր։ Հիմա ասես ամբողջացնելով, հա, սամուրայզ անելով, որովհետեւ այս հատվածը շատ կարեւոր է, հետագայում կշարունակեմ ընթացքը մինչեւ մեր օրերը, ուրեմն սկզբունքները վանականության առաջին կարևոր եղած է ուսակրոնություն, այսինքն վանականը չպիտի ամուսնանա, ուսակրոն պիտի ելը, շատ հստակ է։ Առաջին 3 շատ կարևոր բաներ կային վանականության։ Աղքատասիրություն, այսինքն դու որևէ ունեցվածք չես կրնար ունենալ, այսինքն եւ երրորդ հնազանդություն վանահոր, այսինքն այս 3 բաները կարելի ասել վանականության հիմքն էին։ Ուրեմն կուսակրոնություն, ընտանիք չունենալ, աղքատասիրություն, որևէ ինչ չունենալ եւ կատարյալ հնազանդություն վանահորը, որ ինչ որ վանահայրը որոշեց քեզ համար առանց մեկ խոսքի պիտի կատարես։ Իրենց կենցաղավարության մեջ ուրեմն կտեսնանք հստակ աղոթքի կարգ, առավոտ, կեսօր եւ գիշեր, օրինակի համար մեր այսօրվա ժամերգությունը, որ մենք մեր եկեղեցիներում ժամակարգություն ունենք, վանականության ծնունդ է։ Եթե նայում ենք, մենք ունենք 7 կամ 9 ժամերգություններ, այսինքն այսօր այդ ժամերգությունները ֆիզիկապես անհնար է աստեղ անել, այսինքն հովական մեր կյանքի մեջ։ Բայց եթե նայենք, ինքը զուտ վանական ուրեմն ծնունդ է, վանականության ծնունդ է, աղոթքի կարգը, որ ժամագրքի մեջ մնացած է, գիշերային, կես գիշերվա պահին, առավոտյան, արևագալ, 3 ճաշու, երեկոյան, որ արդեն արևը կմտնա, խաղաղական եւ հանգստյան արդեն գիշերվա պահում ուրեմն։ Այդպես ուրեմն աղոթքի կարգը եղած է։ Սնունդը հստակ եղած է, որ քիչ վանականը միս, սկզբնական շրջանում միս եւ գինի ընդհանրապես չէ օգտագործած, արգելված եղած է դա եւ հիմնականում ուրեմն բանջարներ, պահեցողություն, սակավա, այսինքն սակավակյաց են իրանք։ Հագուստը մեր հայ իրականության մեջ կսեմ, քանի որ աստեղ ձմեռները մեր Հայաստանում խստաշուն չէին, ուրեմն ամռանը ունեին աղաբողան, ասպես թևքերը բացված, երկար, իսկ ձմեռը ուրեմն ծածկված, այսպես շատ բարձ, ուրեմն հագուստ եւ ուրեմն ծածկված իրենց վեղար մենք կսենք, որը կծածկի աչքերը եւ երեսը կծածկի, ավելի ասպես ներքև նայելու եւ աջ եւ ձախ, այսինքն իրեն պաշտպանական բան ունի վեղարը։
շատ չտեսնելու աշխատանք, այսինքն վանքի մեջ կաշխատեին եւ ուրեմն կարևոր պայման է նաեւ խոստովանահայրությունը կամ խոստովանությունը արդեն նշեցի, որ վանականները ուրեմն երկու անգամ օրվա ընթացքում խոստովանային։ Եվ ամբողջացնելով, վերջացնելով գանք վերջավորության մեր ժամանակներում ուրեմն ինչպես կտեսնանք, այսինքն ինչպեսի զարգացում ունեցավ, ինչպես նշեցի, իր ոսկե դարը ապրած է 5-6-րդ դարերում, արդեն կտեսնենք, որ ներսե շնորհալի հայրապետի նամակներում մեջ կտեսնենք, որ արդեն իր ձևի մեջ արդեն խստակեցության մեջ թուլացած է վանականությունը եւ հետագա ընթացքը ուրեմն ավելի ուրեմն այսպես վանական շարժումը հայոց մեջ ավելի այլ ձևերով կսկսի հարատևել, այսպես ճիշտ բառացենք, հարատևել, հա։ Կարևոր մեկ շեշտադրում կուզեմ անել, մեր հայ իրականության մեջ վանականությունը իր մեջ ամփոփել է շատ կարևոր իշխանություններ կամ գործառույթներ։ Ուրեմն 356 թվականին Աշտիշատի ժողովով կորոշվի, դե 356 թվական կորոշվի, որ այլևս եկեղեցու բարձրագույն պաշտոնները պիտի ելան կուսակրոններ։ Այդ ժողովով արդեն որոշվեց, որ ասենք կաթողիկոսը ամուսնացյալ չպետք է լինի։ Գիտենք, որ նրանից առաջ կամուսնանային, եպիսկոպոսները կամուսնանային։ Ուրեմն 356 թվականից մեր եկեղեցական իրականության մեջ բարձրագույն պաշտոնները վստահվեց վանականներին, այսինքն վանականները կլինեին ուրեմն հաջորդ կարևոր գործառույթը կրթական համակարգը, այսինքն կրթությունը ամբողջությամբ վանականների ձեռքը անցավ։ Մշակույթը, ուրեմն իրենք վանականները, վանքերը մշակույթի պահպանողներն ու կերողներն էին։ Եվ նաև ժամանակին եղան իրենք նաև վարչական գործառույթներ ունեցան զուտ տեղային իմաստով։ Ուրեմն չմոռնանք ամենեն կարևոր մասը։ Վանականության նպատակը ինչ էր։ Հոգևոր պարզության, Քրիստոսին փնտրելու եւ ուրեմն այդ Քրիստոսին միանալու հոգևոր պտուղների պարզ կենցաղավարություններ, վանականության զուտ շարժառիթը, այդ շարժումի, բայց հետագայում ինքը հեղինակություն դառնալով սկսեց արդեն իր տարածումը ունենալ եկեղեցու բոլոր թևերին վրա, այսինքն ինքը սկսեց տարածվել ամբողջ իշխանությունը, բարձրագույն իշխանությունը վանականներին անցավ, կրթությունը անցավ վանականներին, մշակույթը, ուրեմն դժբախտաբար, այսպես կարող եմ ասել, դժբախտաբար ժամանակի ընթացքի մեջ ինչ եղավ, այդ սկզբնական, այդ բարձ կենցաղավարությունը ուրեմն գնաց ավելի երկրորդական մեր հայ իրականության մեջ ասեմ, ավելի մեկ կողմ, այսպես թվերի մեջ մնաց, այսինքն մենք երբ որ հիմա մենք հետ հայացք ենք նայում, ասենք խոսքը վերաբերում է 14, 15, 16-րդ դարերի գրականություն, երբ որ նայում մենք որևէ այսպես վանական, ճգնավորական կամ որևէ բան չունենք, այսպես հիշատակություն կամ սուրբը, այսպես մեր հայ իրականության մեջ ինչ կտեսնանք, ավելի ասենք անհատներ կտեսնանք, չէ՞, օրինակ սկսենք Գրիգոր Նարեկացուց, ճգնավորումը, որ այսինքն սքանչելի մատյան ողբերգություն աղոթք գրած է, բայց ինքը անհատ մնա, այսինքն չէ ասպես ինքը մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ չէ մնացած իբրև ասպես մի ընդհանուր մեկ դպրոց կամ օրինակի համար մեր պատմության մեջ կհիշենք արևելյան վարդապետներ, հա, այսպես արևելյան վարդապետներ Հայաստանի հյուսիսային շրջանն է, եղած են Հաղպատ, Սանահին, Գոշավանք, այդ հսկա մեծ վանքերը կնայես, պակասես ինչ փառավոր վանքեր են, բայց իրենց հայտնի վարդապետները, ասենք Գրիգոր Տուտևորթի, Հովհաննես Սարգսակ, Մխիթար Գոշ, մեզ ամենքից հայտնի, ասենք հայտնի երևելի այդ միջնադարյան հզոր մեր դեմքերն էին, բայց իրենք ժողովրդի մեջ եւ իրենք եղած են, այսինքն հայտնի վարդապետներ կամ ասենք դատաստանագիրք, որը գրած է ասենք իրավունքի մասին, գիտության, այսինքն եկեղեցու վանականությունը սկսեց իր դրսևորումը ունենալ բացառապես ուրեմն բացառապես վարչական, այսինքն կառավարման մարմնի մեջ եւ մշակույթի եւ ուրեմն աստվածաբանության մեջ, ուրեմն վանականությունը այսպես տեսնում ենք ամեն դեպքում իր ներկայությունը մեր հայ եկեղեցու մեջ։
Ուրեմն ասպես կշարունակվի մինչև 14-15-րդ դար։ Գա կհասնի մինչև Գրիգոր Տաթևացի, ուրեմն 15-րդ դար Տաթևի վանք, որտեղ արևելյան վարդապետների հետ միասին այսպես ընդհանուր ավելի մենք կտեսնենք Տաթևի վանքի որպես վարդապետարան, այսինքն վարդապետանոց կտեսնենք, ավելի որպես մշակույթի, մանրանկարչության, աստվածաբանության, բայց չենք հանդիպում կենցաղավարություն իր ինչպես եղած է, այսինքն ժողովրդի հիշողության մեջ, ասենք օրինակ չկա մեկ ճգնավոր հրաշագործ սուրբ կամ չգիտեմ մեկ ճգնավոր կամ վանականներ, որոնք հայտնի են իրենց մաքրակենցաղ, այսինքն խստապահությամբ, չմնաց այդ ժողովրդի հիշողության մեջ։ Մենք հիշենք իբրև հայտնի վարդապետներ, հայտնի, այսինքն գործիչներ, որպես եկեղեցի, ուսական հոգևորականներ։ Արդեն 15-17-րդ դարը ամուր շրջան է, որտեղ ասպատակություններ, մոնղոլներ, թաթարներ, սելջուկներ, գիտեք, վանքերը դարձան թիրախներ, հիմնականում վանքերը կթալանվեն եւ միայն մեկ շրջան, փոքրիկ մեկ շրջան, հատկապես թուրքական եւ պարսկական իշխանության ժամանակ, որ քիչ ասպես հարաբերական, ասպես կայունություն եղավ, Մովսես Տաթևացի ժամանակ, որը 15-րդ դարում ապրած է, ինքը հիմք դրեց փոքրիկ այսպես վանական շարժումի, որը անապատական շարժում է, որը սկսած է Տաթևից ներքև, վանքից ներքև, հարանց անապատ, մեծ անապատ, Արաքել Դավրուժեցին ուրեմն հիշատակի ազ դրվագը, փոքրիկ դրվագը, արծաթե դար են կոչում Մովսես Տաթևացի ժամանակաշրջանը, եւ ուրեմն Կիրակոս եւ Հակոբ աս երկու հայտնի անձինք հոգեվորականներ էին, իրենք կհիմնեն աս անապատական շարժումը կլինի, որը կփորձեին հին, այսինքն այդ հին նախնական բարձր կեսարացու, այդ կանոններով զգեստներ, ուտելիքներ, կենցաղավարություն։ Ես եղած եմ այդ վանքը, երբ որ կմտնաս մուտքի առջև կա 2-3 մեծ դամբարաններ, վրան գրված է հույս ճգնազգյաց։ Վանքը հիմնադրված է 1600 թվականին, հետո քանդված եւ 1660 թվականին քիչ մայրտեղ շինված է։ Հույս ճգնազգյաց Ստեփանոս չգիտեմ անունը չեմ հիշեր ճգնավորի, բայց հույս ճգնազգյաց, այսինքն շատ խիստ ճգնավորներ եղած են։ Այդ շարժումը փոքրիկ անապատական շարժումն է, որը փորձ մներ վերականգնելու այս ուրեմն մեր ադհին վանական կենցաղավարությունը, որը իր փոքրիկ դրսևորումները ունեցավ, այսինքն ճյուղավորումները ունեցավ այնտեղից, կարծեմ մինչև 75 չափ վանական ունեցած են 70-100, այսպես խստակ կենցաղ ապրավ ներսում, այսինքն ճիշտ սուտ բարձր կեսարացող օրենքներով։ Ուրեմն մեկ ճյուղը կանցնի ուրեմն Սևանի Տաթևի Սևանի անապատ, Սևանակղզի, իսկ մեկ ճյուղն էլ կանցնի կգնա Աղթամար Լիմ անապատ, գիշիկ Լիմ անապատ է կոչվում։ Անապատ, այսինքն հետագա անապատական շարժում։ Ուրեմն այդ ձևով ուրեմն այդ փոքրիկ ասպես քայլը կլինի եւ այդպես ուրեմն դժբախտաբար թե եղերնը եւ թե կոմունիստական շրջանը, այսինքն այդ փոքրիկ նշույլներն էլ արդեն չեղավ, այսինքն պահպանված չեն այսօր։ Վերջացնելով պիտի ասեմ, որ մենք այսօր ունենք 3 վանքեր, որոնք բացառապես պահպանված են հիմնականում վարչական կենտրոնների վրա։ Ուրեմն առաջինը Մայրաթուր Սուրբ Էջմիածնին է, որը կոչվում է Մայրավանք, ինքը վանք է, բայց ավելի նաև վարչական կենտրոն է։ Ուրեմն Գիլիկիո Մայրավանքը, Անտիլիասի կենտրոնը Մայրավանքը նորեն կոչվում, նորեն վանք է, եւ երրորդը ուրեմն Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ուրեմն վանքն է, ուրեմն որը այսօր նորեն այսինքն թեև քիչ վանականներով, բայց այսինքն իբրև վանք, այսինքն շարունակում է իր կյանքը։ Այսօրվա մեր իրականության մեջ ուրեմն այս 3 վանքերն են մնացել, եթե ասպես հետադարձնենք, ուրեմն սկզբնական շրջանում կենցաղավարություն, հետո եկեղեցի կառավարում, գիտելիք, դպրոց, հասնի մինչև արդեն մեր ժամանակները, բայց արդեն որ անկախություն ունեցանք եւ հատկապես այդ լուսավոր ժամանակներում գիտությունն էլ վերցվեց եկեղեցիից,
Այսինքն այսօր համալսարաններ, այսինքն եկեղեցին չէ, կրոնավորները չեն, միայն այսինքն կուսակրոնություն, այսինքն մնացել է մեր եկեղեցի մեջ, զուտ վարչական մարմնի մեջ, վարչական բանի մեջ։ Հիմա այսքանը կարծես մի քիչ անցա ժամանակից, եթե մի քիչ երկարեց խոսքս, հարցումներ որ լինեն արդեն խոսեմ ներկա մեր ժամանակի կան օրինակներ արդեն փոքրիկ բանկ, որ Հայաստանում փորձում են այսինքն վերականգնել այսքանը։ Լեզուտ տալար, սիրելի դեր հայր, հոյագապ, շատ բան սորվեցան գաս քիշեր, իրավես։ Այո, ձեր հարցերը գրնակ ուղել ռամեցեք։ Այո, դոկտոր Ջեբեջյան, ռամեցեք։ Սիրելի դեր հայր հոյակապ ագնարկ մներ մեր ներկա եւ բադմագան 20 թար ինչպես նույնիսկ առաջին թարեն նախա քրիստոնեական շրջանին ինչպես ճգնավորներ եղած են Հիսուսի ժամանակ ինչպես Հովհաննես Մերդիչը Հիսուսը անցամբ 40 օր անաբադի մեջ ցույց տվին ինչը սեր է ճգնավորվիլ վասնգյանքը Աստծո հետ ավելի ուժեղ իմի վրա թնել մեր հայոց պատմության մեջ եւ շատ լավ ներկայացուցիկ որ աս անաբադական միասնական թե հավաքական թե անհատական անոր հետևանքը քրուչունները որ այդ սուրբ հայրերը ցկեցին իրենց ցանկի նոմուշը որ դվին մարդկության եւ ինչպես ադիգա պատմության մեջ քրիստոնեությունը փագան զորեղ բահեց 20-րդ դարուն այսին գեսերեն սկսյալ շարժումը փագան աշխուժացավ նամանավանդ Եգիպտոսի մեջ եւ Հայաստանի մեջ ուսամ անգախության շրջանը ավելի թափ տվավ որովհետեւ այս բանական շարժումը ավելի անցերը լան որ իրենց նվիրումը դան մանավանդ հոգեկան կյանքի եւ քրուչուններով եւ շատ լավ նշեցիք որոշ անձեր որ Սենտ Անտիասի մեջ իրենց քրուչուններով փագան զարդարեցին մեր հոգևոր կյանքը հետաքրքրական է որ ներկայի աշխարհի մեջ դեր կան որքան լեցուն են աս վանականներով եւ իրենց ասեցությունը նամանավանդ Ալեքսանդրիա եկեցին որուն շնորհիվ իմ գործությունը զարացեն քրիստոնեական փագան այսինքն ոչ քրիստոնյաներուն փագան ասեցություն ունեցան հիմա իմ հարցը սանի որ ինչպես կարելի է մեր այ ասկին մեջ այս վանական շարժումը ավելի աշխուժանա մենք ինչպես հոսիկ կետրոններ ունենք պիտի ավերցնեմ Ամերիկայի արևելյան թեմնա եւ բոլիսի մեջ կա որ հսկայական ժառանգություն կա այնտեղ վանական դժբախտաբար մեր 2000 եկեղեցիները վանքերը որ բժացան ներկա թուրքիո կառավարության շրջանին հատոնք հսկայական հարստություն էին եւ նայելով սուպրիկոր նարիգացին եւ սուպ ներսեշոնարի շրջանը ինչպես այդ շրջանին բանկերը այդպիսի մարդիկ մեջտեղին որ 10 տարի իրենց քրուչունները դակավին գարտանք բարձրապես ինչպես ադիկա
կարելի է վերագենթանացնել, որ ավելի շփում ունենանք այսպիսի գոյություններով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցին համար։ Ես հետևյալ նախ ճիշտ է, որ մեր վանականությունը հսկայական ժառանգություն ձգած է մեր եկեղեցի մեջ, այսինքն ծովածավալ, որ նորեն ինչպես ասի, մեծ ուսումնասիրության կարիք ունի, ավելի հանրամատչելի դարձնելու ամենքիս համար, բայց գալով գործնականին, ինչպես դա հնարավոր է։ Ես կարծում եմ վանականությունը ինքը այսպես անջատ մասը չէ մեր համայնական կյանքից։ Ինքը շատ օրգանական կերպով կապված է համայնքներից եւ ընտանիքից։ Այսինքն չի կրնար ուղակի մեկը ուղակի 20-25-30 տարեկանում հանկարծ, այսինքն թեորիապես հնարավոր է, բայց զուտ գործնականում շատ քիչ է, այսինքն հանկարծ արթնացում ունենա եւ մեկ անգամ են որոշի գնալ վանք։ Անկարելի է այսպես բան։ Այսինքն ինքը վանականությունը ինքը ապրելակերպ է, ինքը մշակույթ է, ինքը կյանք է, այսինքն այդ վանական ինչ է վանականության շունչն ու համը գոնե մեկ անգամ պիտի մեկում աչքերի մեջ տեսնաս, այսինքն այդ սերը, խաղաղությունը, աղոթքի քաղցրությունը, ներքին խաղաղությունը մարդու, որ քեզի պիտի գրավե եւ քեզի պիտի քաշե այդ աշխարհը եւ թողնես ամեն բան եւ ետ չնայես։ Բայց ինչպես ասի, նախ շատ կարևոր է ընտանիքները, մեր համայնքային կյանքը, արդյոք մեր համայնքային կյանքը հոգևոր շատ ավելի ներգրավված է։ Եթե նայենք հին ժամանակներում ամբողջ ընտանեկան կյանքը եկեղեցու շուրջ էր, չէ՞։ Այսօր իրականությունը եկեղեցու շուրջ 5%-ն է, 10%-ն է մեր կյանքի իրականն ենք, այսինքն ասպիսի իրականության մեջ շատ դժվար է գտնել մարդիկ, որ ուրեմն մեկ առաջ քայլը պիտի ունեն ամեն կիրակի գալով եկեղեցի, ուզենան հեռանան եւ վանք մտնեն, կհասկանաք, այսինքն ինքը օրգանական կապված է իրար հետ։ Ոչ թե ես կուզեմ դժվարություններ ստեղծել, ավելի իրատես եմ, բայց այդ իրատեսության մեջ կան Հայաստանում, ինչպես նշեցի, Պոլիսում, նաև այսօր Ամերիկայում կան ուրեմն առանցին անհատներ, որոնք այդ սերը ունեն, ինչպես կոչում են, ska հավատալն վասու կոչում են անիկա, մարդիկ այդ սիրով կապրեն, բայց այդպես մեծ լայն, ինչպես գիտեք, այդ ոսկեդարի շրջան, այսպես հարյուրավոր, հազարավոր, այսպես ճոխ, վանական կյանք, աղոթական, այսպես կարգավորված, շատ դժվար է հասնել անտեղ, բայց այսինքն այդ փորձերը արվում են եւ հուսամ ոչ միայն մեր մարդկային, ինչպես կսեմ, մարդկանց համար անկարելի ու Աստծո համար կարելի, այդ հավատքն ու տեսիլք աղոթք ունենան, որ Աստված աղոթող մարդիկ անեն մեր մեջ են եւ որ կարողանան այսինքն այդ կյանքը կրկին վերականգնել։ Շնորհակալություն դերեր, շնորհակալություն դոկտոր։ Այլ հարցեր։ Արագ հարցումը Ռամեցեք։ դեր հայր վարձկդ գադարաս դեղեցության համար հարցումս այն էր վանականներ ունեցել ենք մեր արաքելական եկեղեցու մեջ արդյոք միանցնուհիներ ունեցել ենք մեր պատմության մեջ։ Այո, շնորհակալ եմ հարցի համար։ Ես որ խոսեցի վանականության մասին, զուտ այն ինչ որ օրենքներ եղած են, նույնը եղած է միանձնուհիների, այսինքն բոլոր ժամանակներում ունեցած ենք մենաստաններ միանձնուհիների համար։ Բայց թերևս ավելի իրենք այդպես համեստ կեցվածքի մեջ են, ավելի արական վանքերն են հայտնի եւ այսպես պահպանված, բայց օրինակի համար զուտ ինձ որ ես Տաթևի վանքում եի եւ Հարանց անապատի մասին կկարդայի եւ այդ շրջանը կուսումնասիրեի, Սյունիքի շրջանը, բավական ուսանոցներ եղած են խոսքը 16-17-րդ դարերի մասին, զուտ նաև անապատական ասպես շարժում են եւ
գալով կուսանոցների պիտի ասեմ օրինակ հայտնի այսօր օրինակի համար մեր անկախությունից հետո կուսանոց ունենք, միանձնուհիներ ունենք, որոնք Արագածոտնի թեմի շրջանից ներս են եւ արդեն բավական կարգավորություն ունեն, այսինքն որպես կանանց Վենաստան իրենք շատ լավ հառաչացում ունեն, իրենց խցերը ունեն, առանցին աղոթքի համար եկեղեցի ունեն, պարսպապատված եւ լավ այսպես թե երիտասարդ եւ արդեն փորձառու միանձնուհիներ կան։ Եղած է, այսինքն պատմության բոլոր շրջաններում եղած են միանձնուհիներ, բայց ինչպես ասի, միշտ իրենք այսպես համեստ կեցվածքի մեջ են, այսպես հիշատակելի, որ ասենք մեզի համար հայտնի այսպես կան դեմքեր, բայց այսպես հանրամատչելի կամ բոլորին ճանաչելի այսպես չունենք այդպես միանձնուհիներ, ինչպես օրինակ ասենք կաթոլիկ եկեղեցի մեջ է։ Դերայր ես կարտացած եմ եւ կտեսնեմ, որ վանական կյանքին կարևորություն կուտա Ղպտի եկեղեցին։ Օրինակ Ավստրալիո մեջ չգիտեմ քանի հատ վանք ունի Ղպտի եկեղեցին։ Վանքերը մեկ ես այցելած եմ, նաև Եգիպտոսի մեջ չեմ գիտեր աշխարհի այլ երկրներու մեջ ունին կամ ոչ, բայց իրենց համար վանական կյանքը կարծեմ դակավին անցեվով որ վանական կյանքը էր, դակավին այդ է եւ այդ ուղղությամբ աշխատանք կդարվի եւ այդ ուղղությամբ հավատք կա ըստ երևույթին։ Դոկտոր Տերեուս ավելի ծանոթ եք ասպիսի աս երևույթին, եթե գրնակ երկուքդ մեզ լուսավորել լավ գլա։ Այո, 21-րդ տարուն Տեր Գաբրին անկեր։ Այո։ ինքը, չգիտեմ, կուզեք դոկտորը սկսե, թե կուզեն։ Չէ, դու սկսեք։ Ուրեմն արդեն Ղպտի եկեղեցին ինքը նախ եթե հիմքը նայենք իրենց եկեղեցու, ինչպես արդեն նշեցի, անաբատական շարժումը, հենց ճգնավորությունը սկսած է Եգիպտոսից, այսինքն եգիպտական հայրերն են, որոնք ուրեմն այսինքն սկսած են այդ շարժումը եւ հասկանալի եւ պատմականորեն էլ ենթադրելի է, որ իրենց եկեղեցու մեջ շատ խորը արմատներ ունի ուրեմն վանականությունը եւ նաեւ անշուշտ այդ ուժեղ հիմքի վրա իրենք պահպանած են, կարելի ասել բացառապես իրենց ազգային հարատևում, այսպես ասեմ, լինելով փոքրամասնություն մահմեդականների մեջ, երբեմն հալածական, շատ այսօր էլ կտեսնենք ինչպիսի հալածական վիճակի մեջ են, իրենք այսինքն բացառապես իրենց եկեղեցին պահպանած են զուտ վանականության եւ հատկապես պահպանած են նաեւ այդ վանականության սկզբնական ճգնավ, այսինքն այդ կենցաղավարություն, ինչպես նշեցի, զուտ խոսքը հնազանդության, աղքատասիրության, ծոմապահության, այսինքն ժուժկալության, այդ կերպեր, այսինքն շատ լավ, այսինքն վստահաբար ժամանակի շունչը կա, այսինքն անկարելի է դա չլինի, այսինքն ոչ մեկ չի կարողանա անեն խուսափել, բայց ինչպես ասի, իրեն հիմքերը շատ ավելի զորավոր են եւ այսօր այդ հիմքերի վրա իրենք ավելի վանական եկեղեցի ունեն։ Օրինակի համար համեմատաբար մեր եկեղեցի մենք ունենք ուժեղ վանական, բայց մեր վանականությունը ավելի դրսևորվում է վարդապետության, գիտության, մշակույթի մեջ շատ ավելի զորավոր ենք։ Իրենք այդ թևը հատկապես այդ վարդապետությունը ունեն իրենց մեջ, այսինքն մշակույթը, բայց նաև պահպանել են կենցաղավարությունը, հին վանական խստակեցությունը։ Շնորհակալություն, բարձրապես պիտի շեշտը տնեմ, որ 1950-ական թվականներուն եւ 60-ական
Եգիպտոսեն դուրս մինակ երկու վանական կար Պտի եկեցու պատկանող մեկը Երուսաղեմ, մյուսն ուրիշ տեմն է, հիմա չեմ հիշեր։ Հասիկա 60-ական, երբ որ Գյուրեղ պատրիարքը Վախճանյալ, որ սուրբ էր այդ շրջանը։ Հետո զարթոնքն եղավ Շունոդա պատրիարքի ժամանակ, որ հսկայական վանքերը նորոգվեցան, վանքերը մարդկանց ուժը թիվով շատցան եւ ամենը ուսյալ խտիներ էին, որ բժշկություն ավարտած, ժառանգություն ավարտած տարբեր մասնագիտություններ եւ հետո վանական կյանքին եւ արիթը ընձայվեցավ իրենց տարբեր լեզուներով ֆրանսախոսներ, գերմանախոս եւ այլն, որովհետեւ համայնքները արտասահման դարածվին։ Ուրեմն ասիկա վերջին 50 տարվա ընթացքին է, որ ներկա վիճակը գամած հսկայական քայլերու ասավ Միացյալ Նահանգներու մեջ մենք երկու թեմեր ունենք խփտիները 10-քանի հատ թեմ ունին որովհետև չպավերվո ամեն մեկ հատնա մեկ վանական չէ քանի հատ անչափ բանեղա որ զարթոնքնը որ բար ժողովուրդը մինագադիգա հաստատեմ ասկե 50-60 տարի առաջ Եգիպտոսի քրիստոնյա խփտի ժողովուրդը իր ըմբռնումը հավատքին զուտ հավատք էր առանց ուսումնասիրելու այս վերջին 50 տարվա մեջ ուսյալ մարդիկը սկսան բաներ գիտնալ որ այսին խորքերը աստվածաբանական շնորհիվ աչարժումին որ այսին հսկայական բան ասեցություն ունեցավ հիմա երբ որ գսենք ընդհանրական առաքելական as ընդհանրականը մեր եկեցին խփտի եկեցին բան է ասկային եկեցի բայց հիմա խփտի եկեցին սկսած է ընդհանրական եւ աշխարհի 4 կողմը ոչ խփտիներ հիմա սկսած են այդ առաջին թարու հիմեն թրված բաները նոր շփում ունենան որ հավատքի ինչպես էր եւ 20 թարու մեջ բահված է ինչպես որ էր ոչ թե 15-րդ տարին սկսավ կամ 16-րդ as բահելը իբր ուղափար կապարոպանությունը հսկայական բան է կորզի ուրեմն մինակադիկա գասադին որ շրջան մգար որ բաներ փագան տանտացած էին եւ փագան դգարացած էր դեսակը այսին as մագարտագին վերջին 50 տարվա մեջ հսկայական կորզի շնորհակալություն Շնորհակալություն երկուքիդ Ես մեկ նշած կավագենի թե կուզեմ մեկ որտեղ շատ խոսեցեն գիտական այսինքն ավելի ասպես պատմական ակնարկով կուզեմ վստահ լսողներին հետաքրքրական կլինի իմ փորձառությունը կարճ ասեմ դաթերի վանքում որ մնացի անտեղ այսինքն մի տեսակ մենք քանի որ այդ մեր հայկական իրականություն ինձի համար ամեն դեպքում նոր էր այդ իրականությունը բայց ասեմ օրինակի համար առաջին հայացքից տպավորությունն է որ վանքը շատ խիստ Գեշեմ երբ որ դաթերի վանքում ենք մեկ մարդն եկավ ասավ դուք հոստեղ կապրեք Սինկայո ես եւ հայ Միքայելն ենք այդ ժամանակ այդ ճանապարհը եւ ճոպանուի շինված չէ շատ դժվարությամբ կհասնեք այդ բարձունքը հեսա վաստեղ կարծես դժոխք է աստեղ ինչպես կապրեք դուք այսինքն մարդը որ հերոյ է հոգևոր կյանքից իրեն համար այդ ինչպես ասեմ հերո քաղաքից պարզ շատ կենցաղավարություն ապրելու իրեն համար այդ անհասկանալի է բայց անկեղծ ինձի համար ես որ հոն մնացի ասենք հոգևոր մեծ ազատություն մկա գիտեք վանքի մեջ որ կմտնաս անտեղ քու կամքից հետ կազատվես երբեմն որ խոսք է լինում ասելու ես կսեմ որ մենք այս աշխարհի մեջ ամենը որոշումներ կկայացնենք անընդհատ պատասխանատ երեխաքի գործի
ընտանիքի, բարեկամի, չգիտեմ, դրացու հետ կապված միշտ ասենք լարված վասկ, անդադ որոշումներ բա։ Վանքը մտնաս կարծես ամեն բան ասենք այդ կատարյալ հնազանդությունը ինչ է, այսինքն ամեն բան կթողնես ուրիշին, քո աղոթքը դա այսինքն քո կենտրոնացումը աշխարհիկից, այդ հոգսերից կդառնա զուտ աղոթքը։ Օրինակի համար 3-4 ժամ աղոթ կնենք, ես կհիշեմ մեջ միացնում, մենք որ երթենք աղոթքի, երբեմն շատ հաճախ ասեմ, որ երբեմն մենք կդժվարանանք այդ կես ժամը մնալ այդ աղոթքի մեջ, անկեղծ խոստովանեմ, բայց վանքում 2 ժամ, 3 ժամ, կարծես այդ ռիթմի բանի մեջ ասպես քեզ աղոթքը, միջավայրը, հերո աշխարհից, այդ աշխարհային հոգսերից ուրիշ աշխարհ քեզ կտանի, այսինքն եւ այդ քաղցրությունը որ կճաշակես, կզգաս թե ինչքան խորը բան ունի վանականություն, այսինքն արտաքնապես քեզ կթվա խիստ ճգնակեցություն, բայց դրա նպատակը այդ հոգևորին հասնել եւ խաղաղություն ունենալն է։ Անորոշ շատ մարդիկ ու գային, մեզի հետ կմնային, մեզի հետ կերտենք աշխատեին, ասենք կկենային եւ շատ օրինակներ կան, հիմա ժամանակը չի երիքի, ինչքան օրինակներ կան, որ մարդիկ ուղղակի կհիշեմ մեկ ուսուցիչ եկավ ասպես լավ օրինակ մնե դպրոցի բան ուսումնական մասի պատասխանատուն էր Տիկին Գայանեն եկավ եւ ամուսինի հետ իրենք աթեիստ են բնավ եկեղեցի չեն այսինքն երկուքն էլ վարձակուն կրթություն բայց կոմունիստական ժամանակ ինքն էլ հայոց լեզվի գրականության դասած ուսուցչուհի եկավ պիտի անցնեն Ղարաբաղ եկավ ասենք եկեք մեզի հետ միասին ձեզի թե հյուրասիրենք վանքի մեջ ներսած խցի մեջ թե հյուրասիրեցին իրենք ասանք այդ մտնոլորտներ չգիտեմ մեր թե ազվանքը այսինքն ուզեցին մնալ եւ մեկ շաբաթ մնացին հոն իրար հետ միասին հաց պատրաստեցին եւ գիտեք ատկին ինձի վերջում ասավ ես հեսա հիմա նոր կհասկանամ թե ինչքան սխալ բան եմ խոսացած իմ աշակերտներով վանականության մասին կսե ես միշտ կմտածել եմ վանականները խիստ մենակ տխուր ասենք մարդիկ են բայց կսե վանքը իրականում աստեղ լույսի տեղ ունի խաղաղության եւ իր կյանքը հատերից փոխվեցավ եւ մինչեւ այսօր էլ ամենգերակի եկեղեցի կերտա այսինքն իմ բանն ատ կուզեմ նաեւ այդ փորձառությունը կիսել որ եթե դուք առիթ ունեք այսօր կան փոքրիկ բանկեր կան այստեղ թեև հայկական չեն գնացեք ժամանակն եթե ունեք ասպես այդ լրությունը խոսուն է շատ քո սրտի հետ այս աշխարհի հոգսերի ունեցած են քանի անգամներ մեր սուբիկի սերտողության խումբով երիտասարդներով այցելած ենք իրապես կզգաս այդ շունչը աղոթքի շունչը լման տարբեր ուրիշ աշխարհում են աղոթքի շունչ հասու ներկայությունը քո կյանքի մեջ լման կփոխի քո կյանքը այո եթե հարցումներ կան կամ նշանջանայ դուք բան կնեք այո եթե չկան հարցումներ պիտի պաշտոնական մասը փակեմ կան արդյոք լավ դեր շնորհակալություն հոյագապ դասախոսության համար շատ լեցուն եւ շատ ուղեղ լեցնող եւ իրավես գիտելիքներով հարստացանք ես կարծեմ բոլորս նույնը կվգայենք մեր բոլորին կողմից էզի շնորհակալություն գայտնեմ նաեւ Սրբազանը իր օրհնությունները ուղարկեց բայց այսօր ինքը Սինգապուր է չգրցավ ներգալալաս գեղեցիկ դասախոսության եկեք աղոթքով փակենք պաշտոնական մասը եւ անգևերջ գրնանք անպաշտոն մասին ասել լամեցեք դերար Օգնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որերկինս Սուրբ Եղեցի անուն քո եկես ցարքայություն քո եղեցին կամ քո որպես երկինս վերգրի ազած մեր անաբազոր դու մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մենք թողում քրոց պարտապանած եւ մի տանիրես մեզի փորձություն էլ բրկյազ մեզի չարե ցիկոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս ամեն Պահպանիչ եւ հավատացյալների հույս Տեր Հիսուս Քրիստոս պահիր պահպանիր եւ օրհնիր ազգս հայոց եկեղեցիս Հայաստանից մանավանդ Տեր Աստված օրհնիր
մեր այս առցանց լսարանի մասնակիցներին, կազմակերպիչներին, Թովանյաց Սուրբ եւ Պատվական Խաչիկովի խաղաղության, փրկիր երևելի եւ աներևույթ թշնամիներից, արժանավորի, որ քեզ փառավորենք հոր եւ Սուրբ Հոգուդ հետ, Ավետյանս Ավետենից, ամեն։ Ամեն, շնորհակալություն։